Հայաստան, Երևան, հանրային հեռուստաընկերություն, բարի երեկո, առաջին ալիքի եթերում Ազատ Գոտին է։ Երկուշաբթի ծուրփած ճիշտ այս ժամին միացեք մեզ, մենք ներկայացնում ենք իրական պատմություններ ու իրական հերոսներ, եւ այսօր մենք խոսելու ենք մեր ժողովրդի մեջ շատ հայտնի դարձած Կարմիր խնձորի ավանդույթի մասին։ Այն հարսանեկան ծիսակատարության ամենասպասված ու ամենախորհրդավոր արարողությունն է եղել եւ սակայն նոր ժամանակներում շատ է խոսում այս ավանդույթի լավ եւ վատ կողմերի մասին։ Շատ են խոսում, որ աղջիկները ասում են, ինչու պիտի հաջորդ օրը ամբողջ ազգուտակի իմանա ես ինչ անցյալ եմ ունեցել։ Մի խոսքով Կարմիր խնձորի մասին խոսելու ենք այսօր Ազատ Գոտու հարթակում։ Ազատ Գոտու աղմկոտ թեմաներից քննարկում հայկական ավանդական Կարմիր խնձորի մասին։ Մեկը դեմ է, մյուսը կողմ է, մյուսն էլ անտարբեր է։ Ինչ կարիք կա հարսնացուի մաքրությունը ցույց դնել համայն ազգության առաջ։ Կարմիր խնձոր Ազատ Գոտում։ Եվ այսպես մեր առաջին հյուրն է Հասմիկ Ասատրյանը, իր երկու երեխաների Կարմիր խնձորի արարողությունն էլ նշել է, որդու համար ինքն է տարել, դստերն էլ իրենց տուն են բերել։ Ծափարենք Հասմիկ Ասատրյանին, ով խստագույնս պահպանելով ավանդույթը այսօր գտնվում է Ազատ Գոտու տաղավարում։ Համեցեք։ Բարի երեկո, ծափարենք Հասմիկ Ասատրյանին։ Տիկին Հասմիկ, դուք խստագույնս հետևել եք այդ ավանդույթին եւ բնականաբար ողջունել եք, որ մեր ավանդույթները պահպանվում են։ Ինչ երենից ներկայացնում Կարմիր խնձոր ասվածը դուք էլ ձեզ հետ մանավանդ բերեք։ Միշտ պետք է պահպանել։ Դա շատ լավ ավանդույթ է։ Վերջապես մենք չենք կորցնում մեր դեմքը այդ Կարմիր խնձորով, այո։ Թող բարոյականությունը միշտ հայերի հետ լինի։ Լրիվ չի որոշվում, դրանով չի որոշվում բարոյականությունը, բայց շատ մեծ նշանակություն ունի Կարմիր խնձորը։ Ծափարենք Տիկին Հասմիկին ավանդապաշտ, ճիշտ եւ կոնկրետ, այո։ Եվ ինչ երանից ներկայացնում Կարմիր խնձորը ասված, այսինքն հաջորդ օրը ինչ բարեկամներն են։ Մաքրություն, ազնվություն։ Միայն դա, թե չխաբելով ոչ մի բան չես կարող անել։ Խաբելով, ասենք դե հիմա մի քիչ գիտությունն է, ես իմ բժշկությունն է շատ է զարգացել, խաբում են, շատ են խաբում, բայց ամբողջ կյանքում իրենք հիշելու են, որ իրենք խաբել են։ Ինչ մեթոդներ գիտեք խաբելու Տիկին։ Որ ոչ մեկն էլ չիմանա, այդ բժիշկը կարող է այդ հարսանիքին մասնակցի եւ իմանա, որ խաբեության զոհը ինքն է արել հենց ինքը։ Տիկին Հասմիկ ֆանտաստիկ լայն մտածողություն ունեք, ծափարենք Տիկին Հասմիկին։ Շատ հետաքրքիր է։ Լավ, իրենց ինչու է հաջորդ օրը ինչ բարեկամների ցանկով են գնում տեսնելու։ Անպայման։ Բարեկամներով հավաքվում են հարևաններ, բարեկամներ եւ արդեն կեսօրին ես տղա էլ ունեմ, աղջիկ էլ ունեմ, որոնք ամուսնացած են, կեսօրին քավորի կինը մի հատ ավելի մոտիկ բարեկամ հորեղբոր կին, 3 հոգի։ Դրանից ավել երևի որտեղ բայց իրենց որ շատով են, չէ՞ գնում։ Հա, դե շատով կարող եմ 50 հոգի գնան, ինչ կա որ։ Խնամինա 50 հոգով Տիկին Հասմիկ, ծափարենք Տիկին Հասմիկին 50 հոգով ֆանտաստիկա։ Շատ գնում են։ Բայց դա քիչ է համարում որ այդ խնամին պետքա պատրաստ լինի այդ բոլորին։ Նվերա տալու, չէ՞ որ իր աղջկա ազնվությունն են բերում իրանց տուն։ Իմիջայլուց ասեմ, առաջ տղամարդիկ չէին մասնակցում, ասենք հայրը, եղբայրը, իսկ հիմա մասնակցում են, այո, որովհետև գալիս են իրոք համբուրելու մոր ճակատը, իհարկե տանը համբուրում են իրենց հարսի ճակատը, բայց մորը շնորհակալություն են հայտնում։ Եվ դա շատ ճիշտ բան է, երբեք ոչ մի անգամ թող այդ սովորությունը դուրս չգա։ Դուրս չգա դրա համար սեփական Կարմիր խնձորն է բերել։ Այո, իրոք, դրանք ավանդույթներ են, որ պետք է պահպանվեն։ Շնորհակալություն, ծափարենք Տիկին Հասմիկին։ Եվ այսպես տաղավարենք ուզում հրավիրել երգչուհի Ժաննային, ով դեռ որդուն չի ամուսնացել, բայց տեսնենք թե ինչպես է վարվելու կոնկրետ Կարմիր խնձորի ավանդույթի ժամանակ, ծափարենք երգչուհի Ժաննային։ Բարի օր։ Ուրախ ենք տեսնել Ազատ Գոտու տաղավարում։
Կարմիր խնձորի ավանդույթի մասն են խոսում։ Տիկին Հասմիկ արդեն ներկայացրեց, որ շատ կողմ է, կեցցե եւ պահպանվում է այս ավանդույթը, դուք ինչ կասեք։ Այն, որ աղջիկը պիտի լինի անաղարտ, իհարկե դա շատ կարևոր է եւ հաճելի է եւ ես համաձայն եմ, որ պետք է լինի այդ անաղարտությունը եւ մաքրությունը, բայց ես մի կողմից էլ համաձայն չեմ այդ խմբակային արարողություններին, որտեղ գիտեք, ինձ թվում է աղջկան դա ինչ որտեղ հոգեկան բան է առաջացնում եւ ամոթի զգացում եւ վախի զգացում, որտեղ ինչքան էլ մարդը վստահ է, համենայնպես այդ վախը մեջը կա, չէ՞ որ այդ բոլորը պետք է հավաքվեն։ Կոնկրետ ես համաձայն եմ, որ դա որոշեն իրենք երիտասարդները եւ տղան ինքը որոշի, թե այդ աղջիկը ինչպիսին պետք է լինի եւ ինչ անաղարտության իր համար։ Կոնկրետ ինձ համար դա մի քիչ բան է այդ խմբակային տեսնելը, անելը եւ այլն։ Եվ այսպես ծափարենք եւ տաղավար հրավիրենք երգչուհի Լանա Խաչատրյանին, ապագա հարցնացուին, ով գտնվում է Ազատ գոտու տաղավարում, համեցեք։ Բարի երեկո, ուրախ ենք տեսնել Ազատ գոտու տաղավարում, ինչպես եք վերաբերվում Կարմիր խնձորի ավանդույթին, այսօրվա մեր թեման է։ Իրականում հիմա այնպես է ստացվել, որ ես Այչակողմյան հատվածում եմ, որտեղ բոլորը փաստորեն բացառապես կողմ են։ Բայց ես դրա վերաբերյալ ունեմ մի քիչ այլ տեսակետ։ Ես կարծում եմ իրականում կողմ եմ բոլոր այն ավանդույթներին, որոնք տարեր ի վեր պահպանվել են։ Ես սիրում եմ ու շատ եմ ընդունում, բայց քանի որ մարդ իր տեսակով էվոլյուցիայի ենթարկվող է, այսինքն սովորույթները, որպեսզի կարողանանք պահպանել ու մատուցել նոր սերնդին, կարծում եմ կարելի է քիչ փոփոխություններ մտցնել, այսինքն դրանք պետք է նաև ադապտացվեն ժամանակաշրջանին ու նոր սերնդին։ Քո ձայնն էլ է քաշված։ Այո, իմ փոխարեն դու նպես ասում ես։ Ես փորձում եմ արագ խոսել, որպեսզի հանկարծ խնդիր չառաջանա։ Ես իրականում կարծում եմ, որ դա շատ գեղեցիկ է, եթե արվում է այսպես, այսինքն իմ տեսակետը դրա վերաբերյալ շնորհակալություն է տղայի ծնողների կողմից աղջկա ծնողներին, ուղղակի ընդհանրապես, այսինքն այն ներանձնական խնդրի մասին, որ քիչ առաջ Բայց չէ խոսվում որ էր։ Լանա ամբողջ ազգուտակ այդ ընթացքում պիտի խոսի, տեսնենք թե ինչ էր կա, Իրենց դրա մասին եմ ուզում խոսել, այդ ներանձնական խնդիրը պետք է վերաբերի միայն տվյալ զույգին։ Իսկ այն ինչ որ արվում է կոնկրետ Կարմիր խնձորի միջոցով, դա ուղղակի սիմվոլիկ շնորհակալություն է աղջկա ծնողների, մասնավորապես մորը իրենց նման աղջիկ տալու, իրենց ընտանիք ուղարկելու համար։ Ես դրան, եթե այդ տեսանկյունով է արվում, բոլորովին կողմ եմ, բայց եթե դա արվում է դրոշակելու եւ վիլուր աշխարհի, ես դրան իհարկե դեմ եմ։ Շնորհակալություն, ծափարենք Լանա Խաչատրյանին եւ հնում հայկական հարսանիքների ժամանակ Թեսան շատ հաճախ հարսի քթին խնձոր էր մոտեցնում, դրանով իր սերն արտահայտելով նրա նկատմամբ։ Իսկ մրգի ընտրությունը պատահական չէր, խնձորը համարվում էր սիրո խորհրդանիշ։ Մեր հաջորդ հյուրը դերասան Ալեքսանդր Բաբասյանն է, ով հաստատ որոշել է, որ իր ապագա կնոջ Կարմիր խնձորը միայն ինքն է տեսնելու։ Բարի երեկո Ալեքսանդր, ուրախ ենք տեսնել Ազատ գոտու տաղավարում, որպես ապագա փեսա, քո հարցը այս աղմկահարույց թեմայի շուրջ։ Աղմկահարույց թեմայի շուրջ ասեմ, ես ավանդապաշտ եմ։ Բավականին ավանդապաշտ, քանի որ մեծացել եմ ավանդապաշտ մարդկանց ընտանիքում, որպես հայ երիտասարդ եւ հայ ծնողների դաստիարակված որդի, բայց մեր ժամանակներում, ասեմ ձեզ, ստացվել է այնպես, որ մեր աղջիկները նոր ժամանակաշրջանի, որ սկսել են ավելի եվրոպական մտածել, դեմ են Կարմիր խնձորին, դա իրենց շահերից ելնելով։ Ես դեմ եմ։ Ո՞րն է իրենց շահերը։ Իրենց շահերը այս բան պետք չի երևի թե մասսայականացնել եթերում, երևի թե ես շատ լավ գիտեմ, թե դրանք որոնք են, բայց ես կարծում եմ, ուղղակի պետք չի մասսայականացնել։ Ընդամենը ես ավանդապաշտ եմ, բավականին, հավատացեք, շատ ավանդույթներին հետևող անձնավորություն, բայց զուտ դրա բացասական կողմը այս երևույթի, որ պետք չի մասսայականացնել, այն ինչը կատարվում է, ավելի պարզ ասեմ, առաջին հարսանեկան գիշերը։ Շնորհակալություն, ծափարենք Ալեքսանդր Բաբասյանին։
Ալեքսանդր, բայց եթե անկեղծ խոսենք, անկախ ամեն ինչից առաջին գիշերից հետո ամբողջ ազգուտակին միևնույնն է, ինչ ուզում ես անես, դա մեր գենետիկայի եւ արյան մեջ է։ Հետաքրքրում է, տեսնենք այդ աղջիկա ճակատագիրը մաքուր է եկել, ինչպես է եկել, կա, այսինքն դրանից փախչել հնարավոր չի։ Հիմա ինչ անենք այս դեպքում։ Նայեք, հարցին ասենց անդրադառնանք, հաղորդման սկզբից նշեցիր, որ այդ օրը ապացուցվում է աղջկա մաքրությունը, անապակությունը, բայց ես կարծում եմ հենց միայն այդ օրով չի որոշվում, հարգելի հանդիսատես եւ հարգելի ներկա գտնվողներ, թե աղջկա անապակությունը ինչքանով է նա մաքուր եւ մնացած հարցերը, որովհետեւ ապրած կյանքը, եթե չեմ սխալվում, նշեցիր, որ ամբողջ ապրած կյանքը այդ մի օրվա մեջ արտացոլվում է, իհարկե չի արտացոլվում մի օրվա մեջ, որովհետեւ աղջկա ամբողջ ապրած կյանքը դա իր անցած միջև հարսանեկին հասած եւ հարաբերություններ եւ շրջապատին ցուցադրած իր երևույթները եւ այդ մարդու մտածելակերպն ու գաղափարները։ Ես կարծում եմ ամբողջ կյանքի ընթացքում մարդը իրեն պահում է անապական եւ այդ մի օրը զուտ, ոնց որ նշեց Երկչուհի Լիանան, զուտ ըստ ավանդույթի շնորհակալություն հայտնում աղջկա ծնողին, որ այսպեսի աղջիկ է դաստիարակել եւ տվել տղային։ Շնորհակալություն։ Տիկին Ազնիկ, տղան եւ աղջիկ իրար շատ սիրել են, հասկացել են, որ առանց իրար չեն կարող պատկերացնել իրենց կյանքը, որոշել են ամուսնանալ, մեկ էլ առավոտյան պարզվում է, որ կարմիր խնձորացվածը ոչ միայն կարմիր չի, այլ նաեւ կանաչ է, այսինքն նման բան չկա, ինչ պետք է անել։ Ամուսնանալ շատ սիրել են։ Բաժանվեն։ Դա արդեն կարևորը մեր երեխեքը, իմ երեխեքը նորմալ են, ուրիշների մասին ինչ պետք է մտածեմ։ Մտածեմ ուրիշների մասին, որ կարմիր խնձոր չի եղել։ Չէ, կոնկրետ պարագայում, կոնկրետ այդ պարագան շատ սիրել են ու այդի չկա, դա արդեն տղու գործն է, ես ինչ ասեմ այ բալա ջան։ Բայց ամբողջ ազգուտակը կասի ես ինչ ակատանում։ Ես այդ բոլորին չեմ մասնակցել։ Դες իրականում ինձ թվում է տվյալ փեսացույց շատ բան է կախված, այսինքն դա եթե իրենց շրջանակներում մնա ինքն է որոշող, դա իրեն հարմար է թե ոչ, շատ կոպիտ է հնչում, բայց դա իրենց Դե եթե կարմիր խնձոր չկա, թող կարմիր վարդեր տանեն գոնե։ Գոնե փշոտ լիներ, այդ կարմիր վարդերը ինչպես հասկացա։ Մի բան տանեն։ Շատ լավ, դուք ինչ կասեք այս մասին, մարդ ես, մեկ Ես կարծում եմ, որ ինքներդ հակասեցիք ձեր ասածին, կներեք իհարկե, բայց ինքներդ հակասեցիք ձեր ասածին, որովհետև դուք ինքներդ պնդում եք նոր դրա մասին, հետո ասացիք դե ինչ կա, թող կարմիր վարդեր տանեն կամ արդեն կատակի եք վերածում են ավանդույթի, ինչ որ նոր պնդում եք, որ դուք երկու որդի եք, չէ, երկու աղջիկ կամ երկու երեխա եք, մեկ աղջիկ, մեկ տղա եք ամուսնացրել, այսինքն ինքներդ հակասեցիք ձեր ասածին։ Արդյունքում ստացվում է այնպես, որ մարդիկ ուղղակի չխոսեն այս երևույթի մասին։ Եթե ասենք մարդը խոսում է ինչ-որ բանի մասին, պետք է ուրեմն իր ներքուստ իր այրան մեջ հոսի այդ ավանդապաշտությունը եւ ամեն ինչը։ Ես կարծում եմ պետք է, եթե կա, ես նման կոնկրետ անձամբ ինձ հետ կապված ես նշեմ, որ նմանատիպ երևույթ դա ինձ համար կնի ուղղակի ծաղրուցան հայտարարություն, անձամբ իմ անձի վրա եմ ես վերագրում այդ երևույթը, բայց ավանդապաշտությունը դա շատ լավ բան է, պետք է աղջիկը լինի բարեպաշտ, պետք է լինի մաքուր եւ պետք է լինի անապական, վերջացած։ Շնորհակալություն, ծափարենք Ալեքսանդր Բաբացյանին ու բոլոր մեր մյուսներին եւ այսպես տաղավար եմ ուզում հրավիրել մեր հաջորդ հյուրին մշակույթի պատմությունը ուսումնասիրող եւ նկարչուհի ազգագրագետ Լուսիկ Ագուլեցուն, ով իդեպ այս թեմայի եւ մի քիչ այլ տեսանկյունից խոսել ենք մեզ մոտ տաղավարում, բավական աղմկահարույց էր գրքին այդ թեման եւ բարի երեկո Տիկին Ագուլեցի, դրանից ավելի այսպես խոր արմատներով հետ գնանք եւ տեսնենք թե որտեղից է գալիս այս ավանդույթը։ Ազգին ճանաչելու համար առաջին հերթին իրեն հարսանեկան ծեսը պիտի նայես, որ իմանաս իր կերպարի, իր ազգապահպանության, իր ազգային մշակույթի ձևավորման եւ ինչքանով է ինքը պահպանել։ Ես իմ կյանքի ընթացքում երևի շատ հարսանիքներ եմ տեսել, հատկապես հարևան պետությունների, հատկապես Ադրբեջանի, որը ցավալի է, որ մեր մշակույթը լրիվ վերցրեցին, հատկապես խնձորի ծեսը։ Մենք սկսել ենք դրան դեմ լինել, բայց տեսեք Ադրբեջանում դա պահպանվում է։ Սա հին հայկական սովորություն է, որ պետք է ընտանիքը ներկա լինի այդ արարողությանը։ Ցանկալի չի, իհարկե ցանկալի չի, բայց ես կարծում եմ շատ ընտանիքներում դա շատ կազմակերպված, շատ լոկալ, շատ գեղեցիկ, շատ գրագետ անում են, բայց կան ընտանիքներ, որ անգրագետ ձևով են անում, մանավանդ այն աղջիկան, որը գրագետ ավարտած կիրթ աղջիկա, գնում է այնց ընտանիք ու զարմանում է այդ արարողությանը։ Շատ լավ, իսկ եթե առաջ պարզվել է, որ աղջիկը անապական չի եղել, ինչ են արել։ Գիտեք ինչ կա, այս մշակույթի մեջ, այս արվեստի մեջ արդեն այնքան աղավաղվել ամեն ինչ,
արդեն բժշկությունն էլ է, որ արդեն դրա մեջ մտել, արդեն չես կարողանում ոչ մի բան ընկալել։ Չէ, իսկ առաջ այն հին ժամանակներում, որ տեսել են, որ աղջիկը կույս չի եղել, ինչպես դուք ասացիք, ինչ են արել, պատժել են այդ աղջկան։ Պատժելը, ես ասեմ, իհարկե պատժել են ու շատ վատ են պատժել։ Ես ձեզ այն անգամ հաղորդմանն էլ ասեցի, այն աստիճանի, որ էշի վրա թարս նստել ու տարել են տուն, բայց ես ասում եմ, երբեմն ծնողները հավաքվում են, խորհրդակցում են, եթե տղան համաձայն է լինում պահելու, ծնողները համաձայն են լինում։ Երբեմն տղան համաձայն չի լինում, բայց լինում է համաձայն, բայց ծնողները համաձայն չի լինում եւ շատ վատ վիճակի վրա են կանգնում այդ տվյալ դեպքում։ Բայց ես կարծում եմ, որ դրանք ինչ որտեղ ժամանակի ընթացքում կհարթվեն։ Շնորհակալություն, ծափարենք Տիկին Ագուլեցի, շնորհակալություն, որ մեզ մոտ աղավարում եք։ Մեր շատ ելի հանդիսատեսը նույնպես խոսք ունի ասելու, բարի երեկո։ Թեման արդեն հայտնի է ձեզ խնդրեմ։ Ես ուզում եմ ասել, որ ժամանակին Եվան գերել է խնձոր է, որ արգելված է եղել։ Եվ այդ ժամանակից էլ սկսվել է կյանքը։ Չէ, դա ավանդություն է։ Հայրը պահպանել են իրենց ավանդությունը, ինչպես բոլորս էլ գիտենք, որ աղջիկը պետք է անարատ լինի ու լինի այնպես, ինչպես սովորաբար դաստիարակել են դրա ծնողները։ Անարատ պետք է լինի։ Իսկ եթե հանգարց անարատ չի լինում, ժամանակի ընթացքում թարս կողմից նստացրել են էշի վրա, թարս, եւ ամբողջ քաղաքում պտտացրել են, ու բոլորն էլ իմացել են, որ այդ աղջիկը կույս չի եղել, ու դա պատիժ է եղել ազգաման, ու բոլորի համար դա աղջիկի համար ժամանակի եղել է դաստիարակչական նշանակություն ունեցել, որ իրենց պատիվը, իրենց նամուսը միշտ պահպանեն, միշտ գնան այնպես, այո։ Իսկ հիմա եթե աղջիկները կույս չեն լինում, Մերսեդեսով են պտտացնում։ Մերսեդեսով են պտտացնում։ Պտտել են ամբողջ յուղում։ Իսկ եթե աղջիկը չեն եղել կույս ժամանակի ընթացքում, ասենք հիմա չեն եղել, դա օրինակից ավանդությունը մեջ շատ լավ է, որ ունենք այդ բանը, բայց ես ինչքան գիտեմ, կախված է ամուսնուց, երիտասարդից, որ հնարավոր է, որ զիջի։ Այո, շնորհակալություն, փոխանցեք բարձրախոսը, ձեզ շնորհակալություն, ծափարենք մեր հանդիսատեսին եւ լսում ենք նաեւ ձեզ, բարի երեկո։ Բարի երեկո։ Այդ ավանդույթը թող պահպանվի, բայց այդ բանը, ինչպես Տիկինն ասեց, հրապարակային չլինի, դա ինչ անելիք բան է, ամոթ է դա, մեր այս 21-րդ դարում դա անելիք բան չի, ինչպես մեր հարցնացում, որ պետք է նոր ամուսնանա, ինչպես Վարդանը ասեց, մենք Վարդան գիտենք, այո, ամուսինների մեջ, զույգերի մեջ և ինչ որտեղ թող ծնողները բան անեն, չի կարելի նման ձևով այսօր նստացնեն էշին տանեն բերեն, Վարդանը ճիշտ ասեց, վերտալյոտով պետք է արդեն բան անեն, չի կարելի նման բան, միայն զույգերը։ Շնորհակալություն, ծափարենք, ամեն դեպքում Տիկին Գանեն չէր համաձայնվում այս կարծիքին հետ եւ կարծում էր համաձայն եք դուք Տիկին Գանեն, մի քիչ ավելի անկեղծ։ Չէ, չեք ասում գրիվային, դուք ձեր կարծիքը ասեք։ Ես գտնում եմ, որ դա շատ լավ, շատ ճիշտ ավանդույթ է, եւ մեր Ալեքսանդրն էլ երբեք չէր համաձայնվի, որ հանկարծ իրան տենց աղջիկ հանդիպել, ես գիտեմ իրան, շատ լավ գիտեմ, որ հանկարծ կարմիր խնձոր չունենար, պոպիտ ասած, բայց տանելու ձևը ամեն մարդ մի ձևով կարող է տանի։ Մեկ էշի վրա, մյուսը Մերսեդեսի վրա։ Տանիքներ ուղարկի մարդը կարող է կարմիր կադիլակով, կարմիր խնձորով, կարմիր եսիմ տորթով, կարմիր կադիլակը լավն է։ Այո, ինչպես ես վերնաշապիկը ուղարկի։ Էդի ոչ մի վատ բան, ես տեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Եվ քանի որ դա ավանդույթ է, պետք է մենք ավանդույթը շարունակենք։ Չգիտեմ, ես տենց եմ։ Ալեքսանդր, պրովոկացիայի են ձեզ ենթարկում, կարող եք ավանդույթ է։ Ես պրովոկացիայի չեմ ենթարկում, որովհետև ես կոնկրետ այս հարցը չեմ անձնավորում այս պահին, այդ իսկ պատճառով պրովոկացիայի չեմ ենթարկում։ Եվ երկրորդ հարցին եմ ուզում անդրադառնալ, ուղղակի այսպես նայեք, նշեցիք, որ տղայի ցանկությամբ է թեկուզ եղել։ Եթե կարմիր խնձորի հնարավորություն չի եղել, այսինքն աղջիկը կույս չի եղել, եթե տղան համաձայնվել է, աղջիկը մնացել է։ Այսինքն այդ դեպքում ինչ է լինում կարմիր խնձորի միտքը։ Այսօր ուղղակի այդ ամենը կարելի է իլուր աշխարհի չանել, այսինքն մինչև հասնի նրան, որ ծնողները տղան միասին չորոշեն, դա բոլորս այստեղ, բոլորս, ոնց ես հասկացա, ես լուր լսում եմ բոլորին, բոլորս համաձայն ենք, որ աղջիկը անաղարտ լինի։ Ուղղակի մեկը համաձայն է, որ այսպես աֆիշա, մյուսը գտնում է, որ երկու զույգերի մեջ մնա,
Կամ թեկուզ ասենք ընտանիքի նեղ անդամների մեջ դա լինի։ Ես մի բան հասկացա, բոլորս համաձայն ենք Բացի Տիկին Գայանից, ցանկախամիջից նա մարդու իր կարծիքը ասեց։ Գիտեք ինչ կա, ես կուզենայի մայրենին խորհուրդ տալ, որ մինչև հարսանիքը ծեսից առաջ մի քիչ գրքեր կարդան, ուսումնասիրեն, որտեղ մեր ազգագրագիտությունը շատ հարուստ է եւ ամեն մանրամասնորեն գրում է եւ այնտեղ կան այնպիսի նյութեր, որոնք կորցնում ենք մենք արդեն եւ ցավալի է, որ հարևան պետությունն է դա վերցնում, որ ես այնպիսի ծեսեր ունենք մեր հայկական մշակույթի մեջ, որ չկա հիմա։ Այդ մասին դուք ասացիք, իդեպ մենք այս առումով նաև հարցում ենք կատարել Երևանի փողոցներում, այս հարցին պատասխանում են մեր համակարգացիները, ուշադրություն էկրանին։ Դե կարմիր խնձոր որպես անվանումը չեմ հավանում, բայց սովորությունը ընդունում եմ։ Կարմիր խնձորը այն ավանդույթներից է, որոնք հայերը պարտավոր են ուղղակի պահպանել ու իմ կարծիքով այս երիտասարդության համար գոնե այդ ինչ որ արգելք է չձուլվելու օտար երկրացիներին ու ընդհանրապես չվերցնելու այն ինչը որ պետք չի վերցնել։ Դա պապենական ավանդույթ է, պետք է մնա։ Դա բարի ավանդույթ է եւ ես գտնում եմ, որ պետք է պահպանել, դա մեր հայկական մենթալիտետն է, այսպես ասած։ Հիմա ով ոնց ուզում է, այնպես էլ վարվում է։ Այդ երևույթը, որը քննարկվում է, ավելի շատ վերաբերում է ընտանիքին։ Իսկ հիմքը առավել եւս շոշափում է ընտանիքի բարոյական նկարագիրը։ Բնականաբար շատ-շատերի համար ծիծաղելի կամ հեգնական լինելով հանդերձ ըստ իս դա կարևորում է մարդու բարոյական նկարագիրը, մինչ ամուսնություն։ Մեկնաբանությունների ձերբազատվելով ընդհանրապես ըստ երևույթին մարդիկ են որոշում ով ինչպիսին լինել եկեղեցական որևէ հստակ հրահանգ չկա նման բանի մասին։ Շնորհակալություն, դիտեցին մեր համակարգացիների կարծիքը եւ այսպես տաղավար եմ ուզում հրավիրել Իրանահայ Սեդա Բաղրամյանին, ով կներկայացնի Իրանահայ համայնքի վերաբերմունքը Կարմիր խնձորի ավանդույթի վերաբերյալ։ Տաղավար ենք հրավիրում մեր Սեդա Բաղրամյանին, համեցեք։ Բարի երեկո, Տիկին Բաղրամյան, ուրախ ենք ձեզ տեսնել Ազատ գոտու տաղավարում եւ քննարկումը լսում եք, միանգամից կարող եք ինտեգրվել եւ ձեր դիտարկումն այս առիթով։ Ես համաձայն եմ, որ ավանդույթներ պիտի պահվի, բայց համաձայն չեմ, որ այդպես մասսայական է այս խնդիրը։ Բայց չէ, որ ազգականներին հետաքրքրում է, ինչպես բավարարել ազգականների քաղցը այդ հետաքրքրությունը։ Այդ հետաքրքրությունը շատ ձևերով կարելի է բավարարել։ Ուսումնասիրեն ազգագրական նյութեր կարտար, որը գրքի մեջ ամեն ինչ կա գրված։ Մայրեր, ծնողներ, երիտասարդներ, եկեք կարդացեք, ուսումնասիրեք մեր մշակույթը, տեսեք թե ինչպեսին նա գեղեցիկ է եղել։ Սկիզբանե խնձորը եղել է, ես ասացի տարատեսակ 17 տարի տեսակ խնձորի։ Լավ, հասկանալի է, նաև տաղավար եմ ուզում հրավիրել կանանց ռեսուրսային կենտրոնի մասնագետ Անետ Շահմիրյանին, ով գտնվում է Ազատ գոտու տաղավարում, տեսելու նաև նրա տեսակետը եւ նրա կարծիքը։ Ես գիտեմ, որ դուք 2008 թվականի մարտի 8-ին 1 կիլոգրամ խնձորը հողին հանձնեցիք եւ դրանով խորհրդարշական ակցիայով ուզում եք ասել, որ վերջ տանք Կարմիր խնձորի ավանդույթին։ Խոսենք այդ ակցիայի մասին։ Ուզում եք վերջ տակ այդ ավանդույթը, չեք ուզում հետևել ավանդույթներին։ Այո, ուրեմն 2008 թվականի մարտի 8-ին մենք կազմակերպեցինք ակցիա, որ կոչվում է Կարմիր խնձորի ուղարկավորություն։ Ուրեմն այդ ակցիա մի հատ սիմվոլիկ քայլ էր, որպեսզի ցույց տայինք, որ մարդու սեռական կյանքը, սեռական անձեռնմխելիությունը պետքա լինի։ Մարտի 8-ը գիտենք, կանանց իրավունքների պաշտպանության օրն է, եւ այդ օրը մենք ուզեցինք այդ տարի ուշադրություն դարձնել նաեւ կանանց սեռական անձեռնմխելիության իրավունքին։ Այդ պարզապես մեր խնդիրը այստեղ այն էր, որ հարցը դնեինք այսպեսի, որ այդ խնդիրը զույգի խնդիրն է։ Իրենք ոնց կուզեն, այդպես էլ պետք է անեն, ոչ թե հասարակությունը, բարեկամները, հարևանները։ Բայց հասարակությունը տեղեկացված այդ ամեն ինչի։ Ոչ անձնական կյանքի մասին։ Եթե դա հանրային շահ է իրենից ներկայացնել։ Չէ, դա հանրային շահ չի կարող իրենից ներկայացնել։ Դա իմ անձնական կյանքն է, սա իմ մարմինն է, ես եմ որոշում ինչի անեմ։ Եվ իմ կողակիցը պետք է ինձ հետ համաձայն լինի։ Հողարկավորության արարողության են վերածել Տիկին ասում։ Եկեք տեսակը փոխենք։ Կարելի է ուրիշ է փոխել։ Նռանը, որտեղ նուռը թագը ունի գլխին։ Իսկ մենք ամուսնացնում ենք թագավոր եւ թագուհի։ Բայց այստեղ նուռ ու խնձորը տարբերություն չունի այդ հարցը։ Կյանքը հանում ենք հասարակության մեջ։ Ցույց ենք տալի հարևաններին, բարեկամներին։ Գնաս խնամուտուն։ Ուզում ես տար, ուզում ես մի տար, ոչ մի տար, մի բան, բայց դու հարգանք ու դեդ սեղանին պիտի նստես, բաժակած։ Այո, բայց զույգերը միացան իրար հետ։ Խոսեք կնոջ սեռականության մասը։ Իսկ իհարկե, բայց դա կնոջ սեռական կյանքը չի, դա կնոջ բարոյականության խնդիրն է։ Իսկ ինչու մենք չենք խոսում տղամարդու բարոյականության մասին։
Տղամարդը բարոյականության մասին կինը իրավունք չունի խոսելու։ Ինչու՞։ Որովհետև Ինչու Ալեքսանդր միանգամից բոլոր կանայք հարցակվեցին մեկ Ալեքսանդր։ Բոլորովին այլ խնդիր է, այսինքն այն ամենը ինչ որ կնոջ հետ է կապված, դա բոլորովին չի արդարացվում տղամարդու ունեցած նախապես մինչև հարսանեկան ունեցած կյանքը։ Իսկ ինչու, եթե մենք Հայաստանի Հանրապետության օրենսգրքով հավասար ենք, ինչու այդտեղ հավասարություն չկա։ Այսինքն ցերական անձեռնմխելիության հարցով չկա այդ հավասարությունը հասարակության մեջ։ Ազատ կարծիքի եւ իմ սեփական կարծիքը ունենալու եւ հայտնելու իրավիճակում, այսինքն իրավունք ունենալով հանդերձ միշտ համարել եմ, այսինքն Ադամ եւ Եվայից սկսված միևնույն է։ Ես ինքս աղջիկ լինելով հանդերձ ասում եմ, որ իրականում միևնույն է, մշտապես լինելու են այդ տարբերությունները կնոջ եւ Լանա հասկանալի է դա։ Անե դուք նկատում եք, որ տղաներ պիտի ունենա Կարմիր խնձորի ավանդույթ, իսկ տղայիններ։ Չէ, ես ավանդույթի մասին չեմ խոսում, ես խոսում եմ ապացուցման մասին։ Եթե ես պետք է ապացուցեմ, որ ինչ կյանք եմ ունեցել, իսկ ինչու ինքը չէ պետք է ապացուցի։ Ինչը դու պիտի չապացուցես, Ալեքսանդր, պիտի ապացուցի Անետը։ Ճապարենք մեր հյուրերին նախ, որպեսզի մտոլորտ ավելի Հիմա ոչ մի կարմիր խնձոր չկա, ոչ մի խորհրդանիշ չկա։ Եկեք այսպես ասենք, որ աղջիկը մի ձևից փոխվում է մյուս ձևը։ Դա մեռնող եւ հառնող աստվածությունն է, այսինքն ածիկը, որ ցանում ես նորից դուսում է։ Այսինքն մի ընտանիքից փոխվում է մյուս ընտանիքը։ Եվ նրա մեջ պետք է կարողանա այդ երկու ընտանիքների մեջ հարսը այնպես փոխվի, որ կարողանա այդ աշխարհը ընկալի։ Իսկ այդ ընկալելու համար աշխարհը ծնողներն են օգնում իրեն։ Հիմա եթե իրենք այդ զույգերը միացրել են, դարձել են մի հոգի, յուրաքանչյուր ծնող պարտավոր է մյուս ծնողին հանդիպի եւ հոգեբանորեն նույնպես այդ հոգեվոր աշխարհը հարգի ընդունի։ Եթե նա չի գնում այդ տունը, նշանակում է այդ ընտանիքի ավանդույթները չի պաշտպանում։ Թեկուզ այդ ավանդույթները իրենք սխալ են, բայց այդ տվյալ տղայի ծնողը նաև ձեզ շնորհակալություն։ Տղայի ծնողը պարտավոր է պահպանի դա։ Կներեք, իհարկե ես մի բան էլ ավելացնեմ, տղամարդը կնոջը ոչ թե պետք է ապացուցի իր սեռական հավատարմությունը, այլ տղամարդը ավելի շատ կարևոր ֆունկցիաներ ունի կատարելու հայ ավանդական ընտանիքում։ Այո, որովհետև մեռնող եւ հառնող աստվածությունն է։ Մի ձևից փոխվում է մյուս ձևը։ Դրա համար ծնողները կարողանում են դա ճիշտ ընկալել։ Դրա համար ասում եմ կարդացեք։ Եվ անել։ Դուք ֆեմինիզմի կողմնակիցն եք ավելի շատ երևի ես զգում եմ մատրիարխատի, բայց իրականում սա Իտալիան չի, սա մեր ազգն է, մեր դրոշը, մեր հիմնը, մեր պատմությունը։ Խնդրեմ ասեցիք։ Ես չեմ ասում, որ մարդիկ այս տեսից հետո միանգամից աղջիկները բոլորը դուրս կգան փողոց ու ում հետ ինչ կուզեն կանեն, չէ։ Ամեն մեկից իրավունքն է։ Ես պետք է ունենամ իրավունք, որ ես որոշեմ։ Առաջինը ամուսնուս հետ եմ լինում, թե ուրիշ մեկի հետ։ Ես պետք է որոշեմ, այդ ինչ եմ անում։ Ու այդ իմ իրավունքն է։ Պետք է հարգել իմ իրավունքին։ Անետ, իմ դեմ չես, թե աղմուղակի Կներեք, եթե որոշում եք ծափարենք երկու կողմերը եւ այսպես Տիկին ասի Կարմիր խնձորի ավանդությամբ այսպես ամփոփելով ձեր վերջնական խոսքը։ Վերջնական խոսքը Քանի որ թեման կարմիր խնձորներ, կարմիր խնձորով էլ կվերջացնենք։ Կարմիր խնձոր, եթե ես ամուսնացնեմ իմ տղային ու այդ կարմիր խնձորը չլիներ, դա չգիտեմ ինչ կլներ։ Պետք է միշտ լինի։ Տարել ենք կարմիր խնձոր, տանում ենք ու կտանենք։ Եվ այսպես համաձայն եք Տիկին Անետ անկախ ներողություն օրիորդ Անետ, հա երևի։ Ոնց ուզում եք, ինձ համար չկա տեղ պրոբլեմ Տիկին Անետ։ Իր մարմինի սեփականությունն է, հասկանում եք, դա պետք չի հանրային եթերում։ Դա էլ է խտրականություն։ Մարմինի մաքրությունը նաև հոգու մաքրությունն է։ Իսկ դա Աստված տվել է, որպեսզի դու քո հոգևորը մաքուր պահես։ Իհարկե, գիտեք, ծրագրի սկզբում նաև նշվեց, այսինքն այդ մի օրվանով չի որոշվում իմ մաքրությունը։ Ես կնախընտրեմ աղջիկը չխաբի այդ տղային։ 20 տարի դու հոգևորդ պահում ես այդ մեկ օրվա համար։ 18 տարի դու պահում ես այդ մեկ օրվա համար։ Այդ մեկ օրը քեզ համար ճակատագրական է դառնում հերթական մյուս տարիները ապրելու համար։ Բայց դա իրականում միայն այն տղայի համար չի, որ պահվել է այդ հետագա ընտանիքի բարեկեցիկ ու լավ ընտանիք կազմելու համար է, որովհետև ես հավատում եմ, որ դա իսկապես մեծ նշանակություն ունի։ Ես կարծում եմ լավ ընտանիք կամ բարեկեցիկ ընտանիքի հետագա բարեկեցիկ ընտանիք ունենալու համար կուրսությունը դա շատ քիչ է։ Շնորհակալություն, մենք ունենք հանդիսատես, որը նույնպես կարծում է միացելու, բարի երեկո, ուրախ եք տեսնել Ազատ գոտու տաղավարում, լսում ենք ձեզ։ Կարմիր խնձորը դա եղել է հնուց մեր հայկական ադաթն է, հայկական օրենքն է։ Մեր օրենքը այնքան է փոխվել, որ գոնե մի կարմիր խնձորը բայտել մոռանան, այդտեղ կարմիր խնձորն էլ մոռանան, արդեն ամեն ադաթը։ Ես հիշում եմ 33 թվին
ես փոքր 8 տարեկան երեխա էի, բայց այն ժամանակ օժիտը սայլով էին տանում։ Այդքան շատ էր ձեր օժիտը։ Այո, սայլով տանում են։ Մի եկել է մի հատ կարմիր խնձորի ազատը, ինչի մենք վերացնենք։ Մենք պետք է հիշենք մեր կարմիր խնձորը, միջել մեր կյանքի վերջը։ Ինչքան որ հայերը կան, անգամ էլ ազատը։ Արել եք, անելու եք, Ես գիտեք տիկին ավանդույթների մասին։ Այո, մենք շատ լավ ավանդույթներ ենք ունեցել, բայց ցավոք սրտի այսօր լիքը լավ ավանդույթներ չեն պաշտպանվել։ Հենց այսինքն պաշտպանել են կարմիր խնձորը։ Այո, այսինքն պաշտպանվել այն ավանդույթը, որը իրականում Լսում ենք նաև ձեզ բարի երեկո։ Առաջին հերթին կներեք, էլի, առաջին հերթին հենց ավանդույթը չի պաշտպանվել, կոնկրետ չպաշտպանողներից մեկը դա դուք եք, որ ինչ-որ ծիսակատարություն եք դարձրել կարմիր խնձորը գետնին հանձնել, դա ի՞նչ է նշանակում։ Ես կանգնած եմ ուղղում չի տեղավորվում, անկեղծ եմ ասում, հայ ազգի ավանդույթը կապ չունի, այսօր մի ընդունեք, հակասություն կարող լինի երկու բևեռների միջև, հակադարձ մյուս բևեռների միջև, բայց ի՞նչ է նշանակում հայկական ավանդույթը, դու խնձորը չեք հանձնել դու գետնին, հայկական ավանդույթն եք հանձնել գետնին, որը տարիներ շարունակ մեր ծնողները պահել են։ Գոնե վրեն քարդրել եք հուշում է հանդիսատեսը։ Ոչ, ասեցի սիմվոլիկ բնույթ էր կրում պարզապես մեր ակցիան սիմվոլիկ բնույթ էր կրում։ Հասկացանք, սիմվոլիկ բնույթ էր կրում, ձեզ էլ շատ կարճ, որովհետև մեր վերջին հյուրին պետք է հրավիրեն։ Ձեզ նման մի քանիսը մեր Հայաստանում մտածեն, հայ աղջիկները, հաստատ մեր հայկական ավանդույթները այդ ծեսերը կկորեն կգնան, էլի։ Եթե մի քանիսը ձեզ նման մտածեն, իմ կարծիքով այդպես։ Գիտեք, միջև մեր այս ծեսը անելը, ինձ թվում է Հայաստանում տարբեր ձևի մարդիկ կային ու լիքը աղջիկներ են եղել, որոնք չեն պաշտպանել օրենքը։ Այսինքն այստեղ մեր ծեսով չի որ դրանից հետո ինչ-որ բան չի փոխվել։ Գիտեք ինչ կա, ծնողները էլի օգնել են, իրանք բարոյական մայր են դարել։ Եվ այսպես սեքսուալ ազատ կյանքով ապրեք, դա առողջությանը ոչ միայն պետք է, այլ նաև անհրաժեշտ է։ Եվ այսպես տաղավար եմ ուզում հրավիրել սեքսապաթոլոգ հոգեթերապևտ Մարանց Զաքարյանին, ով երկար ժամանակ սպասում է եւ հաղորդման գլխավոր հանգուցային ամփոփելու կարևոր պատասխանատվությունը պարոն Զաքարյան դրվեց ձեր ուսերին, լսում եք քննարկումը եւ այսպես ամփոփենք, մեկ անգամ մանավանդ առիթ ունեցել ենք այս, բայց մեկ այլ տեսանկյունից խոսելու լսում ենք։ Ես էլ ավանդապահ չեմ շատ եւ ոչ շատ ազատ սեքսի կողմնակից, չնայած այդ բառը ես չեմ սիրում։ Սեքս բառը մի քիչ վուլգար է հնչում։ Իրականում թարգմանաբար նշանակում է սեր։ Սեր։ Եվ վերջ։ Ու գիտեք ոնց հարցը չլուծված հարց է եւ այս հարցը երբեք չի լուծվի եւ առաջիկա երևի շատ տարիների, շատ տասնյակ տարիների ընթացքում թեկուզ Կովկասյան այս տարածաշրջանում այս կարմիր խնձորի հարցը չի լուծվի։ Մի մաս ասում են, ուզում եք, մի մաս ասում են, չենք ուզում, չնայած ոչ մի տղամարդ չի ուզենա, որ ինքը երկրորդը լինի, որպես օրենք այդպես է։ Հարցրեք, տղամարդիկ կան, նստած հարցրեք, ոչ մեկը չի ուզի, դա մեկ։ Երկրորդը, բժշկական տեսակետից, հիմա բժշկությունը այնքան շատ լավ զարգացած է, որ կարմիր խնձորի հարց օրենքով պիտի չլինի, որ մի քիչ ուրիշ տեսակետից մենք վերցնենք։ Ամեն ինչ Եսի նկատի ունեմ այն կուսաթաղանթի վերականգնումը, դա է նկատի ունեմ, որ կան աղջիկներ, որ կարող են ամեն ինչ անել, շատ ազատ, շատ հպարտ եւ շատ ազատ իրենց թույլ տալ ամեն ինչ անեն եւ այդ երեկոն, այդ գիշերը առավոտ կարմիր խնձորի արդեն բոլորին ցույց կտան, որ կարմիր խնձորը բերել են։ Հասկանեք ամբողջ ընթացքում։ Գիտեք ինչ, երկու տղա էլ ես ունեմ։ Երկու չամուսնացած տղա ես ունեմ։ Ինչպես եք վարվելու այդ օրը։ Կարմիր խնձորի ավանդույթը։ Ճիշտ ասած, ձեր չեմ ուզում մտնեք իմ անձնական այս հարցերի մեջ, բայց մի հատ բայց կա, որ ես նոր ասեցի, բոլորն էլ կուզենան, բոլոր տղամարդիկ կուզենան, որ իրենք լինեն առաջինը։ Դա որպես օրենք է։ Դա այնտեղ մի աղջիկ ասեց, որ ինչ է նշանակում, կուզենային աղջիկները, որ տղան երկրորդը լիներ իրենց, կամ այդ տղան լավ մանեկատ լիներ, հետո ամուսնանային։ Այսպեսի հարցեր կա։ Կամ երբեմն աղջիկները հարցում են, ասում են, ամուսնացանք, թեկուզ կարմիր խնձորի հարց կա կամ չկա, իրար չհամընկանք, իրար չսիրեցինք, իրար եւ այլն, առաջի գիշերվանից հետո բաժանվում են։ Եվ ասեմ, որ սեռական կյանքը
սեռական առողջությունը դա մարդու ընդհանուր առողջության մի մասն է կազմում։ Եթե այս առողջությունը չկա, առողջությունն էլ լրիվ չի դրսևորվի, ճիշտ է։ Դրա համար այդ առողջությունը մարդը պետք է գտնի իր ընտանիքի մեջ, եթե կա ընտանիք։ 40 տարեկանում, բայց մինչև այդ իր առողջությունն է փչանում, ինչ անի։ Փչանում։ Այ եթե 25-30 տարեկանից հետո արդեն նորմալ, ռեգուլյար, ինչպես ասում են սեռական կյանքով, ինտիմ կյանքով չզբաղվեց, եւ տղամարդը եւ կինը կարող են նրանց մոտ որոշակի խնդիրներ առաջանալ։ Մինչեւ 20-25 տարեկանների մոտ, աղջիկների մոտ մանավանդ ես նկատի ունեմ, եւ տղամարդկանց մոտ նույնպես կարող են եւ այդքան մեծ խնդիրներ չառաջանալ, որովհետեւ մեր օրգանիզմը ունի շատ հզոր պաշտպանողական միջոցներ ամեն ինչի նկատմամբ, եւ հոգեբանական, եւ արյան շրջանառությունը, եւ հոգեկան, եւ նյարդային, եւ հորմոնալ այս ամբողջը պաշտպանում է մարդուն, որպեսզի մարդը չհիվանդանա, բայց տարիքի հետ աստիճանաբար իջնում է այդ պաշտպանողական ունակությունները մարդու եւ կարող է առաջանալ որոշակի խնդիրներ։ Ուրեմն այսպես, եկեք պահենք ավանդույթները, լինենք աղաղարտ եւ մտքով, մարմնով եւ հոգով, որը շատ կարեւոր է նաեւ միտքը։ Եվ եկեք ոչ ման դրոշակ չսարքենք։ Թողենք դա մնա նեղ ընտանեկան խնդիր։ Կլինի այդպես։ Պայմանավորվեցին։ Շնորհակալություն ուշադրության համար, առաջին ալիք եթերում Ազատ Գոտին էր եւ մեր այսօրվա հավաքույթի եւ մեր այսօրվա հանդիպման հիմնական պատճառն էր, որ անկախ ամեն ինչից յուրաքանչյուր մարդու անձնական կյանքը դա հենց անձնական է համարվում, որովհետեւ դա հենց իրենն է եւ սեփականը։ Պահպանենք ավանդույթները, լինենք բարոյական հոգով, մտքով եւ հայ ավանդական ընտանիքին հարիր։ Շնորհակալություն, ես Արտակ Վարդանյանն եմ, առողջ եղեք։